Քաղաքական դաշտում մեր զույգը վաղուց կայացած է, որովհետև եթե ոչ միասին, ապա իրար դեմ հաստատել անտիզույգ կապ չունի, այս ընթացքում մեր իմունայրայի հարաբերություն կներես էլի նարջան ստենց խոսենք, ուշ ժամ է վերցրեք մեծ գավաթով սուրճ, գարեջուր կամ ինչ-որ այս ժամին նախընտրում եք, մենք շատ տարբեր, այսպես ասած, ճանապարհներ ենք անցել, որպես կանոն իրար հակառակվել ենք, որպես կանոն իրար քննադատել ենք, որպես կանոն չենք կիսել, ստոպ, համաձայն չեմ։ Այն ժամանակ էր մեզ թվում, որ մենք իրար ինչ ասես ասել ենք, մեր կռիվը ինտելեկտուալ էր, Բրյուգել, Բոսխ եւ այլն եւ այլն, Նապոլեոն եւ Կլեոպատրա հարթակների վրա։ Բայց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ճակերտավոր անել այն, ինչ որ չէր հաջողվում երկար ժամանակ ոչ մեկին, նա միավորեց բոլոր մտածող սրտացավ մարդկանց, անկախ իրենց քաղաքական պատկանելությունից, եւ այսօր այնքան զրոյական են իմունայրայի երբեմն եղած տարաձայնությունները, երբեմն եղած բախումները, այնքան ստից են նրանք թվում եւ այնքան ժպիտ են առաջացնում այսօրվա դառը դժնդակ ես կասեի իրականության պարագայում, որ այսինքն այսօր այնքան վատ ենք, որ մենք իրար ներել ենք, այսօր այնքան վատ վիճակ է, որ մենք իրար հետ ենք, այսօր այնքան ավելի կարևոր բաներ կա, քան իմ Նայիրայի, Պողոսի, Պետրոսի տարբերությունները, որ մենք այսօր մի ճակատում ենք ընդդեմ բռնատիրության, ընդդեմ ապազգայնության, հանուն ազատության, երկրի քաղաքացիների եւ հանուն ազգային արժեքների։ Այս Նիկոլն է արել։ Այո, ահա, ինչ որտեղ ինքը այդ լակմուսի թուղթը եղավ, որ մենք հասկացանք, որ ժամանակին են մեր տարաձայնությունները, որ մեզ թվում էր Արմագեդոն, որ այն հակասությունները, որ նաեւ ազգային ժողովի ամբիոնից իրար հերթ չտալով մենք ներկայացնում էինք հանրությանը, այսօր երբ որ նայում ես այս գլոբալ մարտահրավերների ֆոնին, թե դրանք այնքան փոքր սիսեռահատիկի չափ խնդիրներ էին, Երանի այն ժամանակներին, որ մենք իրար փլգում ենք ազգային ժողովի ամբիոնից։ Այո, եւ այն ժամանակ ունեին 42,000-անոց հայկական պետություններ։ Այն ժամանակ Արցախ հայկական էր, այն ժամանակ թասիբ ունեինք, պատիվ ունեինք, բանակ ունեինք, դիրքեր ունեինք։ Ինձ համար շատ ամենակարևորն է, որ այս 7 տարիները այստեղ նստած է Արմենը, որի թաղմանը, կներեք ճակերտավոր 18 թվականի թաղմանը ես պատահաբար ականատես եմ եղել փողոցում եւ Գալուստ Գրիգորիչի, երբ որ Սայաթ-Նովայով անցնում էի եւ տեսա, որ ինչ որ այդ ՑՄԲԲ-ն, նախ մտածեցի, վաղուց այդ ՑՄԲԲ-ները չեն բերում Գալուստ Գրիգորիչի այսպես կոչված պայմանական թաղմանը, այո, լուսահոգիչի, եւ տեսա, որ ինչ որ կանայք միջև հիմա այդ պատկերը, այդ զարհուրելի դաջվել է իմ առջև, ինչ որ տարեց կանայք պարում էին, ես մի պահ մտածեցի, տենաս իրանց ինչն է մահացել, որ այս մարդիկ այսպես վշտից խելագարվել էին, հետո հասկացա, որ այո, այդ 18 թվականներից այդ դագաղների իշխանազավթումից մեր հասարակության ցավոք սրտի մի զգալի հատված այսպես սիստեմատիկ նստեցվեց ատելության, թշնամանքի, նարկոտիկին։ Ես դեռ այդ մասին շատ եմ խոսել, ինձ պարզապես խորհուրդ տվեցին հիմա կներես ես նստած եմ Նարեկի տեղով բարբերաբար խաչատուներ հազալու էստեղ ես այսօր մրսած եմ Նարեկիական ջկանչի Վազգենին էլ հետ այս պարագայում այո եւ էս էլ ասեմ ու խոսքը փոխանցեմ Արմենին, երբ որ համալսարանի լավագույն քաղաքագետներից, ամբիոնի դասախոսներից մեկի հետ քննարկեցի ավարտեմ իմ թեզը, նիկոլիզմ, իմ թեզը գիտական, դա նիկոլիզմ աղանդն է, դա այդ ատելությունն է, որի ասեղին նստեցվեց հասարակությանը, բնական է, հիմա չեն թողելու, որ այդ թեզը քանի այս իշխանությանն է, ես պաշտպանեմ, բայց ինչ եմ ուզում ասել եւ ինչի դուք ես եթերից չեք լսելու այն ինչ որ շատերը ուզում են, հա, որովհետեւ մենք այսօր գերակա խնդիր ունենք Արմեն, մենք մեր հասարակության հանրային օրգանիզմը պիտի դետոքս անենք այդ թշնամանքից, այդ ատելությունից, որտեղ թշնամանքի մեջ ճիշտ ես ասում, դետոքսի ամենակարևորը սպայի դրությամբ, վիզուալիզացիան հետեւյալն է։ Ես ու դու իրար ճանաչում ենք մի 20 տարի։ Այո։ Հիմնականում եղել են Կախոյաններ, մրցակիցներ, դու քո քաղաքական թիմի հարցակվողն ես եղել, ես իմ հարցակվողների մի մասն եմ եղել այն թիմի, բայց այսօր վիճակը այնպիսին է, որ մենք դրել ենք մի կողմ անցյալը, որովհետև Նիկոլ Փաշինյանը մի կողմից
մեզ միավորել է, որովհետև մեր ընդհանուր նպատակները շատ ավելի լայն էին, քան պարզապես քաղաքական տարաձայնությունները։ Նիկոլ Փաշինյանը ջնջում է մեր անցյալը, ես նորից կրկնեմ, Երանի այդ բոլոր անցյալ ժամանակներին իմ մասով չեմ ասում, իմ պաշտոնները քոնն էլ վստահ եմ, ջանդամ, նախարար, հանձնաժողովի, ոչ մեկի վեճը չի։ Երանի այն վիճակը, որում մենք ապրում ենք, որտեղ մեր ամենամեծ խնդրեմը հետևյալն էր, Նաիրան ինձ կպատասխանի բոսխի նկարը մեջ բերելով, թե ենթադրենք վռուբելի կամ կասի ենթադրենք բանենք Չորնի կվադրատի մեջ կտեղավորեմ Արմենին եւ հակառակը դու էլ մտածում ես ես քեզ ում հետ կամեմ ատեմ Նեֆերտիտի, Կլեոպատրայի, Ժոզեֆինայի, թե որևէ այլ պատմական այլ կա։ Այսինքն ասածս ինչ է, միջև անցնենք մնացած թեմաներին։ Այսօրվա վիզուալիզացիան անտիֆեքի իմնեմնի տաղավարում հետեւյալն է։ Մեզ միավորել է պայքարը հանուն Հայաստանի ապագայի, պայքարը անուն Թասիբի ու Պատվի, պայքարը անուն բոլոր քաղբանտարկյալների ազատության, պայքարը անուն Նարեկի եւ Վազգենի ազատության, այն ամեն ինչը ինչ որ մեզ միավորում ավելին է, քան ինչ որ մեզ տարանջատում է։ Միանշանակ եւ նաեւ այստեղ ուզում եմ ավելացնել Արմենին ի պատասխան բոլոր նրանց, որոնք շատերը հիմա ենթադրում եմ էլի ինչ որ կոմենտներ են գրելու, բա որ դու ժամանակին էլի եմ ասում, այո Մենք եղել ենք տարբեր ճամբարներում, ես իմ քաղաքական թիմի հիմնական ռմբարկուն եմ եղել մշտապես, հիմնականը, Արմենը եղել է իր քաղաքական թիմի հիմնականներից մեկը։ Մի բան ասեմ, չստացվի, որ մենք արդարանում ենք։ Բացարձակ։ Մենք ոչ թե արդարանում ենք, որ այսօր իրար հետ ենք, այլ մենք հիմնավորում ենք ու ցույց ենք տալի, թե խիա սա ճիշտ, որտեղ սա ճիշտ է։ Սա ճիշտ է, որովհետև այո, ես չեմ ուզում անցյալի Ճիշտ եմ ասում, միանշանակ, որտեղ ես չեմ ուզում, որ ինչ որ մի ժամանակ հետո իմ ձեռը եւ Արմենի ձեռքը մի հատ մեղ տան, ասեն դե դու Հայաստանի պետականության վերջի դագաղի վրա քո մեղը խփի։ Այնպես որ այս մասով, այո, կարծում եմ այս բավարար է։ Ես ուզում եմ, որ իմ քաղաքական Ախոյանը այսօրվա Նիկոլի փոխարեն դու լինես։ Ես էլ կուզենամ, որ իմ քաղաքական Ախոյանը մշտապես դու լինես, որ մեր խնդիրները լինեն Բոնապարտի եւ Կլեոպատրայի մակարդակով։ Ժողովուրդ ջան, միախմբած լինենք, միասին լինենք, մեր երկիրը բոլորինն է եւ բոլոր մտածող Եվ սա վերաբերում է Արմեն, բոլոր են քաղաքական ուժերին, անտի-Նիկոլ Ճամբարի, ովքեր իրար հետ գաղափարական, աշխարհաքաղաքական տարաձայնություններ են ունեցել եւ հիմա էլ ունեն։ Ապրես, հիմա դրա համար մի բան ասենք արի միասին։ Ոչ մեկ տակը խնդրում եմ կոմենտ չգրի, ինձ հետո առանձին չգարի, վայ Արմեն ջան, խեյր նառա հետ գնացեք, կամ վայ նառա ջան, խեյր Արմենի հետ լավ են կարել, որտեղ ճիշտը դա է։ Այո, որովհետեւ անուն երկրի ճիշտը դա է, եթե ունես մարտով կիսում քո արժեքները իրականում ռազմավարական երկարաժամկետ առումով ջանդամից թե անցյալում ինչ չի եղել, ինչ մեր մեջ այդ ամենը խամրում է այսօրվա իրականության, այո։ Ավելի կարևոր խնդիրների, քան դրա համար եթե դու ուզում եմ հիշեցնել, ինչու եմ ես ու դու այսօր այստեղ։ Խի Նարեկը իր տեղում չի հազում, խի Վազգենը իր տեղում չի եւ չի խոսում մի շատ հետաքրքիր ֆիլմից կամ կինոից։ Որովհետեւ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ձերբակալվեցին Վազգենն ու Նարեկը, խոզարկություն իրականացվեց անտիֆեքի գրասենյակում, բոլորս տեսել ենք այդ վիդեոները, դու նաեւ եկել էր այդ օրը, ես հիշում եմ։ Այո, ես էի, որ այս տեխնիկան, խմբագրության տեխնիկան արգրավում էին, Արդարադատությունը խոչընդոտելու կասկածով ձերբակալվեց Դավիթ Ֆիդանյան, հետո ձերբակալվեց Իշխանը Խոսրովյան հաջորդ օրը, որոնք 6 ժամ հետո ազատ արձակվեցին։ Նարեկին կալանք տալու որոշումը կայացրել է Ֆեմիդայի փոխարինող այս երկրագնդի վրա դատավոր Մասիս Մելքոնյանը, իսկ Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը կայացրել է Ֆեմիդայի մեկ այլ տեղակալ Ռոման Սմբատյանը։ Այո, Shaming and blaming բոլոր այն մարդկանց, ովքեր բռնաբարելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կայացնում են նման որոշումներ։